Արմլայֆ լրատվական կայքի արգելի հետևորդներ, այսօր ինձ հյուրընկալվել է Մեղրի Լիճք համայնքից Հարություն Հայրապետյանը, ողջույն Հարություն։ Շնորհակալություն։ Դուք մի շարք խնդիրներ քիչ առաջ ինձ հետ բարձրաձայնեցիք, խոսեցիք, այդ թվում եւ թոշակների մասին եք խոսում, այո։ Տեսեք, ամեն դեպքում 10,000 դրամ իշխանությունը ասում է թոշակ են բարձրացրել։ Մի րոպե, սկզբից ասում էր 10,000 դրամ թոշակառուն ինչ պիտի անի։ Մեկ էլ բերմանտրությունների նախարարակին 10,000 դրամ, որտեղ գնում ես, բա թոշակը տավել, արքո թոշակը, տժվժիկ կինո է սարքել։ Ու եւ ստեղ Նիկոլը հիվանդացնում է մարդկանց եւ ասում է ապահովագրություն բժշկական, մարդու ներվային անում, հետո ապահովագրում, թքեմ քո ապահովագրած բանի վրա էլ, ախմախի մեկը ախմախ, քեզ դու մելիք ֆրանգյուլի հավասար մարդ ես։ Այնուամենայնիվ, տեսեք, ասում են, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կենսաթոշակառուն ստանում է այսքան բարձր կենսաթոշակ։ Դուք կենսաթոշակառու եք, ստանում եք։ Ինչ է ձեզ բավականացնում, ինչի վրա եք ծախսում ձեր կենսաթոշակը։ Ինչին է բավականացնում։ Ես եկել եմ Երևան, 5,000 ծախս եմ արել, հելա հյուրանոցն էլ է 10,000 դրամ հյուրանոց է։ Հետո հետ պիտի դառնամ նորից 5,000, 10,000 դրամ հետ կորավ։ Հյուրանոցն էլ նոր եմ ճարել հյուրանոցը 4,000, բայց միշտ եկել եմ 10,000, 10,000, 15,000։ Տեսեք, ասում եք 5,000 դրամով եկել եք Երևան, բայց Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ 2,000 դրամով Լառնակա կարող է մեր թոշակառուն գնա գա։ Օրինակ ինչի՞ չեք մտածում, մի հատ Լառնակա գնաք գաք։ Ասում էր այդքան Լառնակա որտեղ է կներեք։ Կիպրոս։ Հա, Կիպրոս, Լառնակա։ Հա, ասում էր այնտեղի քաղաք է։ Մեր ասում էր, այո, այդքան էժան է, որ մեր թոշակառուները կարան իրենց թույլ տան գնան։ Ես չգիտեմ Լառնակայում հյուրանոցը ինչ կարժենա։ Օրինակ ձեր մտքով անցել է գնաք Լառնակա։ Մտքով անցել է, բայց Կիպրոս տեղը գիտեմ, Նիկոսյանն է, չէ՞ մայրաքաղաքը։ Հա, Լառնականն էլ առաջի անգամ ձեզնից լսա։ Հա։ Շարմանում եմ դա ինչ բաներ է խոսում, ֆանտազիաներից։ Այդտեղ մարդը չգիտի ինչ պատասխան տա այդ փնթին։ Իրականում իսկապես էլի ուզում եմ հասկանամ, քիչ է լինում, որ կենսաթոշակառուները ուզում են բարձրաձայնեն։ Որքան եք ստանում։ Ես 54,000։ Հիմա դե բնական է, ամեն ինչ շատ թանկ է խանութներում։ Այդ ախմախը բռնել եմ նպաստը կտրել։ Մեկին ավելացրել, մեկին կտրել։ Ես նպաստառու եմ եղել, իմ նպաստը կտրել։ Ես թքած ունեմ նպաստի էլ, իր ավելացրածել։ Գրել, նստենք հեռուստացույցով բանավեճ անենք։ Ինչ հարց կտայիք, որ բանավիճեիք իր հետ, ինչ հարց կտայիք, դու Մասիս Սարը ինձնից հարցրել ես, որ Փեչատի վրից հանել ես Մասիս Սարը։ Գնում ես տամոժնի, խի օրինակ 10 կիլոից ավել ապրանք բերում ես, պրոբլեմա, որ դնենք քվեարկության տեսնանք, քանի մարդա կողմ Արարատը մերջ, ինչ պատասխանում են, որ էլի ինստիտուտավա մարդիկ ասում են, դա Արարատը մենակ այդ այրապորտից են հանել, բանից են հանել, այդ Փեչատի վրից են հանել, օրինակ արտասահմանից մարդա գալիս գնա, ասում ենք մի խոսքով ճիշտ շուտ ենք էլի դուրս գալիս, այսօր մենք աշխարհի առաջ շուտ ենք դուրս գալիս, Արարատը մերի չի եղել, մենք ենք գողացել թուրքերից, դա այս մարդ չի, մարդ օրինակ, նայ, իրոք սենց բեսնեք, ասում է Ղարաբաղը մերի չի եղել, ախպեր Ադրբեջան երբ է եղել, որ թվին է եղել, սխալ եմ ասում, Արցախ երբ է եղել, Ադրբեջանը երբ թվին է եղել, որ թվին է եղել, ես պատմաբան չեմ, բայց գիտեմ 20 թվին է եղել, 18 թվին է եղել, Ադրբեջան, հա, կազմավորվել, դու դա գիտնականները, պատմաբանները, բայց ես գիտեմ, այդ նորաստեղծ պետություն է, անդե տարբեր ազգեր կան ապրող,